չեմ զգում այդ տարիքը։ Որ տարիքը։ Ես 81-ս լրացավ հուլիսի 13-ին 81-ս լրացավ։ Մենք այդ ժամանակ գտնվում ենք ընկերուհիներիս հետ 6 հոգով գտնվում ենք Վրաստանում եւ ծովում լողանալը եւ խոսելը եւ հումորը եւ բանը երգելը բարելը ամեն ինչը մտնում է այդ ուրախության մեջ դու երիտասարդանում ես դու լավ ես զգում ես դրա համար չեմ զգում այդքան ես սիրում եմ հումորել եմ շատ սիրում հենց գալիս եմ ասում եմ մի բան ասելու ես հա այդպես է հրաշալի է հա Չեք էլ կենտրոնանում տարիքի վրա, նույն տեմպով շարունակում, երկրորդ շնչառություն չեք վերցրել, առաջինում գնում եք։ Չէ։ Չեմ կենտրոնանում, ասում եմ մարդը, գիտեք ոնց է, ես մեկ-մեկ նայում եմ 50-60 տարեկաններին, զարմանում եմ, ասում եմ ինչ են այս կարգավիճակով, մի քիչ իրանց թափ տանել, մի քիչ կյանքի մեջ մտնեն, կյանքը բարդություն, եթե ձեզ թվում է իմ կյանքը սենց գիտեք, հարթ, ուրախ, ամեն ինչը գնացել է, չէ, այնքան բաներ ենք տեսել այս կյանքում, մենակ ես օրինակ եղբորս գնալը, ծանր բաներ, դե ամուսինս մահացել է 6 տարի, ծանր բաներ, տղաս Ամերիկա գնաց ծանր բան, այդ բոլորը կարոտը, այդ բոլորը ես չգիտեմ, ամեն ինչ կա այդ բաների մեջ, բայց դու պիտի կարողանաս մի քիչ էլ քեզ ցույց տալ, զուսպ պայես քեզ այդ պահերից, ոչ մեկին, գիտեք ինչ, ցավը բոլորն էլ ունեն իրանց հոգում, իրանց սրտում, բայց պետք չի դա բոլորին ցույց տալ, ես չեմ սիրում բողոքել, չեմ սիրում նվնվալ, այո, ոնց է, տրամադրությունս ցույց տամ, երբ որ ես ինչքան էլ անտրամադիր լինեմ, ես մտնում եմ երեխաների հետ աշխատելու, ես պիտի ցույց տամ, որ ժպիտը կա, ուրախություն կա, ծափ կա, թռիչքներ կան, ամեն ինչ, չի կարելի քո տրամադրությունը տեղափոխել աշխատանքային վայր, դա ճիշտ չի, կլինում են, չէ՞, մեկ-մեկ սենց ջղայն գալիս, չէ, դա ճիշտ չի, ես գտնում եմ, որ պիտի Գնալվարդ, ձեր արտաքին տեսքն էլ, էլի, դուք որ եկաք, ես տեսա համադրած, գեղեցիկ անթերի, հատուկ ժամանակ եք հատկացնում, դա արդեն այնքան նորմա է, որ դա մի քիչ գալիս է, ուրեմն գեներից Իմ մայրը, ուրեմն 93 տարեկան էր արդեն դառնում, որ պիտի մահանար, այն որ ասում են, ոչ պուդրա էր օգտագործել, ոչ պամադա էր օգտագործել, համեստ լավ կին էր, շատ հանգիստ, և հետաքրքիր էր, որ իր դեմքին մի հատ կնճիռ չուներ, 92 տարեկան, հետաքրքիր էր, կլորիկ, սիրունիկ դեմք ուներ, ես, ոնց ասեմ ձեզ, ոչ մի բան չեմ անում դեռ, կարող է հետագայում, որ պետք լինի անեմ։ Նկատում եք արհեստական միջամտություն։ Հա, արհեստական միջամտություն չեմ անում, կամ նենց ոնց որ կամ, բոլորին ճանաչում են այսպես, ոնց որ եղել եմ, և հետաքրքիր է, որ մանկապարտեզի, որ ես աշխատել եմ այդքան տարիներ առաջ, ասենք եղել է այդ երեխան 6 տարեկան կամ 5 տարեկան, մեկ էլ ասում է, բարև ձեզ ընկեր Ալվարդ, սենց մի հատ աղջիկ կա, սենց ինձ հիշում եք, ասեցի ուսումնարանից ուսանողներից եք եղել բան չէ ես ձեր մանկապարտեզի սարն եմ եղել այնքան դարձել էր մեծ կին հետո սիրում եմ սենց abstract բան ուրեմն գնացել ենք բան այդ այգին Դալմայի մոտի ոնց էր կոչում Երևանյան պարկ չէ Երևանյան պարկ այդ բանը որ կա կարուսել է որ սենց չասեք նստել եք էլի չասեք նստել եք նստել եմ ինձ հետ էր ուրեմն իմաս Գլոյան Հասմիկ կար իր աղջիկը այնտեղ հաշվապահական գործերի մեջ էր ասեց անպայման ձեզ հրավիրում եմ գնանք Երևանյան պարկ ասի լավ ինքը Աստրախանից էր եկել էր ուզում էր մեզ անպայման հրավիրած լինել ես էի իմ ընկերուհիներ Անահիտ Կարճիկյանը որ հիմա Բոստոնում է եւ բան Հասմիկ Ասատրյան էլի երաժիշտ հա այս 4-ով գնացել ենք Մեկ էլ ես այդ ուղղությունը, ես սիրում եմ սենց վախենալ, սենց ուղղությունը վերցրել եմ ու գնում եմ դեպի այդ կարուսելը։ Էքստրեմալ։ Հա, ասում է բանը Անահիտը, ինչ ուր ենք գնում ընկերման դեպ։ Ասում եմ մենք գնում ենք նստենք, բայց նստելու ենք, ասի անպայման։ Բայց կարող եք։ Ասում նայում եմ, այնտենց փոքրիկներ էլ են նստում, բան։
Հա, մեկ էլ դե հետաքրքիր դեպք եղավ, դրա համար եմ ծիծաղս կերել։ Ուրեմն նստեցինք, ես Անահիտի կողքը, Հանսուիկը նստեց մի հատ աղջիկ էր, առաջը ավելի վախենալի, հա, բայց չհասկացավ այդքան նստեց առաջը։ Հա, մեկ էլ այդ աղջիկը բերեկավ կապեց բան անում, սենց ջայլավ է, սենց արեց ուրախ, բարև ձեզ, ասի բարև ձեզ։ Հետո կապեց վերջացրեց, նույնց ասում է բարև ձեզ։ Ասի, բայց մենք նոր չբարևեցինք, ասի իրար։ Ասում է դուք ինչ, ահա, այստեղ էլ ես գիտեք, ես ձեզ լավ հիշում եմ, ասեմ բանը, մեծ աղջիկ էր, ասում եմ Բաքունցի բանի ուսումնարանից բան։ Ասում է, չէ, ես որ տեսնում եմ մեծ, արդեն ինձ թվում է ուսանողներից են, 30 տարին է դաս։ Ասում եմ, չէ, բանը, ես ձեր մանկապարտեզի սանն եմ եղել, գիտեք։ Ասի հա, ասում է էլի երաժշտությունը պարապում եք այնտեղ, ասի որ գնամ պատտվեմ հետ գամ, նորից կաշխատեմ, աշխատում եմ ասեց։ Ողջ վերադառնամ։ Հա, այդպես նստեցինք։ Տիկին Ալվարդ լուսին դռնելու հնարավորություն ունի, լուսինել եք։ Բայց 75 տարեկան է, քիչ չէր այդ։ Դե լավ, հիմա էլ կնստեք, եթե հնարավորություն ունի։ Հիմա եկել է այդ Գլոյանը, ասում է էլի տանել եմ ձեզ, չգիտեմ, վախենալի էր շատ, ասեմ ձեզ։ Ինձ թվում է, թե ես հեսա դուս եմ բրձնելու։ Վախենալի է, բայց մնալ հետաքրքրասեր, մնալ ակտիվ, երեխայի պես, չվախենալ փոփոխություններից, սա էլ է, չէ՞, առողջ երկարակեցության բանաձևներից։ Տիկին Անվարդ, ինչ խորհուրդ կտաք ձեր տարեկիցներին, ավելի փոքրերին, մի որոշ չափով ասացիք, թափ տվեք ձեզ, ինչ խորհուրդ կտաք գործնականում, գուցե վարժություններ, այդ պարը, երգը, շփումներ։ Բոլորը օգնում են, որպեսզի տրամադրություն ունենաս։ Բոլորը օգնում են, որ շրջապատ ունենաս, իմ բախտը բերել է և տնօրենների հարցում, որտեղ աշխատել եմ, և ընկերության հարցում բոլորը ակտիվ են, ես չեմ տեսնում, և եթե ես չեմ կարող, և թե դիմացինս ակտիվ չլինի, ես չեմ կարող շփվել այդքան, շատ լուռ մարդկանց հետ ես չեմ կարողանում, ուզում եմ իրենք էլ ասեն, խոսեն, սենց հետաքրքիր օրը անցնի, հա, շատ լավն են բոլորը, հետո գիտեք երիտասարդները կարող են այսպիսի բաներ էլ ունենան, կարող են իրենք ինչ-որ սիրում են քանդակել, սիրում են նկարել, սիրում են բանաստեղծություն գրել, պիտի իրանք մտնեն այդ ընթացքի մեջ, դա ինչքան կստացվի իրենց, օրինակ ես որ սիմպոզիումների բանը շատ կան երիտասարդներ, որոնք ներկայացնում են իրենց բանաստեղծությունները, երաժշտություն չկան, ճիշտն ասած, երաժշտություն չկան, կարող է երգող լինի ինչ-որ ինքը ձայն ունենա, գրող, երաժշտություն գրող նկատի։ Հա, երաժշտություն գրող երգահաններ չկան, բայց բանաստեղծներ շատ են գալիս, որ հետո նկարիչներ, փոքրիկ կային ներկայացրել էին 7-8 տարեկան երեխայի, որը շատ գեղեցիկ նկարում էր։ Ուզում եմ ասեմ, պիտի սեր ունենալ։ Հիմա սա, երբ որ տպագրվի իմ 2 նոր ձեռնարկները, սա իմ արդեն 8-րդ գիրքը կլինի։ Ունեմ բանաստեղծությունների գիրք, ունեմ բաներ, ձեռնարկներ։ Ժամանակը ձեզ հերիքում է։ Իմ ժամանակը ես ամբողջ օրը ժամանակի մեջ եմ լինում, ժամանակը պիտի մտածի ինձ հերիքում է։ Կարող է ես իրան ավել եմ չարչարում գաստիկ։ Հրաշալի ասված, թող ժամանակը մտածի, այո։ Ամեն դեպքում որպես մարտահրավեր հնչեց, այդպիսի տեսակետ չէի լսել։ Եվ ձեր զարդերը հագուստ ամեն ինչ համադրած, գեղեցիկ։ Շատ ժամանակ եք հատկացնում դածից հաճույք է պատճառում, թե որպեսզի այս ձեր ասած ներկայանալի լինեք։ Չէ, ես միշտ ունեցել եմ հագնելու պահը միշտ ինձ եղել է։ Իմ տատիկը, ես որ փոքր էի, 8-9 տարեկան էի, ասում էր, երբ որ արթնանում ես, առաջինը պիտի լվացվես, հագնվես, մազերդ սանրես, նոր սկսես խոսել։ Նոր սկսես հաց ուտել։ Ուզում եմ ասեմ, սա ոնց որ մեր մեջ արդեն մտած լիներ։ Հետո արդեն դե գիտեք ականջողեր, արդեն վզնոց եւ այլն։ Ես սիրում եմ, շատ սիրում եմ այդ բոլորը։ Աքսեսուարներ, զարդեր։ Շատ սիրում եմ եւ օգտագործում եմ, որտեղ էլ լինեմ։ Դա գնամ աշխատանքի, սովորական, թե գնամ ինչ-որ միջոցառման եւ այլն։ Դա իմ հագուստի հետ պետք է հարմարվի, անպայման գույները, բաները համադրվի, այո, այդպես բաներ։